Ով է Գողավազակ։ Գողավազակ Քոչարյանը։ Մալթու։ Ես ինչ ասացա, Ձեզ հնարավորություն ունի պատասխան։ Լավ ենք, պարոն Կարապետյան։ Ասեք, եթե հարցեր ունեք, ուղիղ, ճիշտ։ Մի քանի օր առաջ ես հիվանդանոցում կանգնած էի, սպասում էի, օպերացիա էին անում, մարդին օպերացիա անում, ես դուրսը կանգնած էի։ Ինչքան տարեց մարդ դուրս եկավ, ոչ ոք մեկ մյուսին չէր ճանաչում։ Ամեն մեկ իր ձևով իր շնորհակալության խոսքեր ասում, որ այս մարդիկ կարողանում են անվճար բուժօգնություն ստանան։ Մեկն է դուրս եկավ, ասավ այս մարդուն 4 միլիոն որտեղից որ այդ օպերացիա աներ։ Ու ավելի նենց հարգանքային խոսքերով։ Բայց դու չես մտածում, որ իրենք 8 տարի կառավարում էին ու հանկարծ ընտրություններից 1 ամիս առաջ որոշեցին, որ կարելի է ժողովուրդը գնա առանց փողի բուժօգնություն ստանա, բա 8 տարի ինչով էին զբաղված։ Իսկ ինչը վերաբերում է ասա, քո բոլոր բարդ հարցերը տուր։ Չէ, բարդ հարցեր չեմ տալիս։ Արխային տուր։ Ես հարգում եմ որպես բիզնեսի հաջողված բիզնեսմեն եւ դուք ձեր մեծ հաջողություններով, ներդրումներով Հայաստանը կարող եք ծաղկեցնել։ Ես ձեզ Իսկ դու գիտես, որ ես բոլոր տարիների ամենամեծ ներդրողն եմ եղել Հայաստանում, ավելի շատ ներդրումներ եմ արել, քան դու պատկերացնում ես նույնիսկ։ Էլ ինչ լավ բան են արել, հասկացան, գնացին բուժօգնություն ստացան։ Մի տարի օր առաջ մեր կողքի գյուղում մանկապարտեզ բացեցին, որ այդ գյուղի երեխաները, ասենք, մի 30 տարի, այսինքն մանկապարտեզ չէին ունեցել։ Այդ ժողովուրդը այնքան ուզված է եւ ուրախացած է, որ կյանքում ունեցան վերջապես մանկապարտեզ։ Ունեցան դպրոցներ։ Հետ են եկել սառնարարուց մեքենաներով, համարներով են եկել։ Да что ты, черт побери, такое несешь? Նստած ինձ համար գործ էի անում, մեկ էլ շրախկ։ 300,000 ադրբեջանցի բերելով մենք ստիպված ենք լինելու հայկական բանակում ունենանք ամենակիչը 10,000 ադրբեջանցի ծառայողներ։ Ես հասկանում եմ, որ քաղաքական անմեղսունակությունն ու դատարկամտությունը երբեմն կարող են սահմաններ չունենալ, բայց ոնց հասկացա, կալուգացի օլիգարխի դեպքում դրանք անսահման են։ Լավ, բայց հավաքվածներից մեկը չհարցրեց, թե 10,000 ադրբեջանցին գալիս է մեր բանակում ծառայի, որ ինչ անի։ Մեզ ումից պաշտպանի։ Ադրբեջանից։ Գիտեք, սա որ դեպքն է։ Երբ կալուգեցի օլիգարխը մի սուտ ասել է 300,000 ադրբեջանցի Հայաստան գալու մասին, հիմա ստիպված է բազմաթիվ նոր ստեր հորինել առաջին սուտ կոծկելու համար։ Հեքիաթ ասած սուտասանը։ Այս սուտասաններ, էս ինչ էր։ Շատ շուտով իրենք այդ հնարավորությունը կունենան պաշտպանելու մեր կուսակցության թեկնածուն։ Բա ասում եք կապ չունեք նախկինների հետ։ Ասում եք չեք համագործակցելու նախկինների հետ, ասում եք դաշինք չեք կազմելու, կոալիցիա չեք կազմելու նախկինների հետ։ Հիմա հանկարծ պարզվում է կալուգեցի օլիգարխը պատրաստ է աջակցություն ստանալ Ռոբերտ Քոչարյանից ու Գագիկ Ծառուկյանից։ Եվ այո, փաստացի ապացուցեց այն, ինչ ամիսներ շարունակ մենք էինք կրկնում։ Ի վերջո, պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդները Ռոբերտ Քոչարյանը, կալուգեցի օլիգարխը ու բելարուսի օլիգարխը միավորվելու են։ Ու պատերազմի եռագլուխ կուսակցության վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Քանի որ կալուգեցի օլիգարխը իրավունք չունի եւ չի կարող լինել վարչապետի թեկնածու, իսկ բելարուսի օլիգարխը չի ուզում լինել վարչապետի թեկնածու։ Սուտասաններ։ Էլի բռնվեցին։ Քիչ առաջ հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է կալուգեցի օլիգարխի հայտնի կիմակիցներից մեկին, Կանդազին, ում փորձում էին որպես հերոս հրամցնել մեր հանրությանը։ Բայց պարզվեց ընդամենը շարքային կաշառատու է։ Այո, վերջինս ձերբակալվել է ընտրակաշառք տալու գործով։ Մարդ, ով ըստ կալուգեցի օլիգարխի պետք է զբաղվեր Հայաստանի անվտանգային խնդիրներով, պետք է լիներ Հայաստանի պաշտպանության նախարարը, պարզվեց ընդամենը շարքային կաշառատու է։
Այո, իր շեֆի նման, կալուգեցի օլիգարխի նման, կաշառքի միջոցով փորձում են կեղծել ու ոտնահարել ժողովրդի ազատ կամ արտահայտման իրավունքը։ Այս մարդկանց ձեռքը իշխանություն չկա, արդեն իսկ կեղծում ու ոտնահարում են ժողովրդի ազատ կամ արտահայտման իրավունքը։ Իսկ ինչ կլինի, եթե հանկարծ այս մարդկանց ձեռքում մի փոքր իշխանություն հայտնվի։ Ինչ կլինի Հայաստանի Հանրապետության վիճակը, ինչ կլինի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վիճակը, բանակի վիճակը, շարքային զինծառայողի վիճակը։ Բայց այդ օրը երբեք չի գալու։ Երբեք թույլ չենք տալու, որ սրանց նման կաշառատուները իշխանություն վերցնեն Հայաստանում։ Երեք մի ամիտ ինչ տեսնեմ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ միավոր է միշտ եղել եւ Հայաստանի մաս չի կազմել, անկախ միավոր է։ Ճանաչված անկախությամբ իր անկախության օրով։ Նարեկ, բայց Ղարաբաղը որ անկախ էր, բայց ժամանակին Ղարաբաղի անկախությունը ինչի չէիք ճանաչում։ Բա ուժեղ տղեկ էիք, չէ՞։ Հերդ ՀԿ պատգամավոր էր, ՀԿ խմբակցության ղեկավար էր, Սերժի աշխատակազմի ղեկավար էր, բա ուժեղ հզոր տղեկ էիք, բա այդ Ղարաբաղի անկախությունը ժամանակին ինչի չէիք ճանաչում։ Բա անկախ էր Ղարաբաղը, դե ճանաչեիք Ղարաբաղի անկախությունը։ Թե չէ հիմա եկել տեսախցիկների առաջ տղամարդ լամիշ եք գալիս, լոլոներ եք կարդում։ Կալուգեցի օլիգարխին պետք է մատուցել արժանին, ուժեղ սուտասանի տիտղոսի համար։ Հիշում եք ինչ էր ասում Միշկալ անավորվելը։ Հայաստանի տնտեսությունը շատ կայուն զարգացման վիճակում է։ Իսկ հիմա ինչ է ասում։ Տնտեսության մասով ամբողջությամբ տապալված տնտեսություն։ Դե ինչ, թե Կալուգեցի օլիգարխը եւ թե նրա թիմակիցները իրոք ուժեղ են ստելու հարցում։ Այո, ուժեղ սուտասաններ են, բայց բավականաչափ ուժեղ չեն, որպեսզի չբռնվեն։ Կալուգեցի Սամոյի եղբոր որդին Նարեկը Կարապետյան նստել է տեսախցիկի առջև ու ակնհայտ սուտ ու կեղծիք է տարածում առայն թե իբրև ադրբեջանցիներին իրավունք ենք տվել Հայաստանում անշարժ գույք հողամասեր ձեռք բերել, գնել։ Եթե Նարեկ Կարապետյանը ու նրա Կալուգեցի հորեղբայրը փոքր ինչ գրագիտություն ունենային, կուսումնասիրեին ու կպարզեին, որ այն ցանկը, որը հրապարակել է Նարեկ Կարապետյանը, որտեղ գրված է Ադրբեջանի անունը, երբևէ փոփոխության չի ենթարկվել։ Եթե Նարեկ Կարապետյանը ու նրա Կալուգեցի հորեղբայրը փոքր ինչ գրագիտություն ունենային, կուսումնասիրեին, կպարզեին, կտեսնեին ու կհամոզվեին, որ այն ցանկը, որը հրապարակել է Նարեկ Կարապետյանը, որևէ կերպ կապ չունի Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի ձեռքբերման իրավունքի հետ։ Եթե Նարեկ Կարապետյանը ու նրա Կալուգեցի օլիգարխ հորեղբայրը փոքր ինչ գրագիտություն ունենային, կուսումնասիրեին ու կպարզեին, որ Հայաստանի Հանրապետությունում հողամասի սեփականության իրավունք կարող են ունենալ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Օտարերկրյա քաղաքացիները իրավունք չունեն լինել Հայաստանի Հանրապետությունում հողամասի սեփականատեր։ Բացառությամբ օրենքով սահմանված մի քանի դեպքերի։ Դե ինչ, պետք է շնորհավորեմ Նարեկին եւ նրա Կալուգեցի հորեղբորը առայն, որ վաղուց իսկ արդեն արժանացել են սուտասան կաշառատուի տիտղոսին։ Նարեկ ջան, հոպարին կբարևես ու անպայման կհարցնես, թե երբ է պատրաստվում մարդկանցից ներողություն խնդրել նրանց շուն ու շանգյալ համարելու համար։ Ինչ է թե 2 կոպեկ կաշառք է տվել։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունից մինչ այս պահը դեռ ոչ ոք ներողություն չի խնդրել մարդկանց շուն շանգյալ ու գոշա անվանելու համար։ Մի պարզ պատճառով, որովհետև դա է իրենց իրական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին կանգնելու է պարզ ընտրության առաջ, ընտրելու է պատերազմի եւ խաղաղության միջև, ընտրելու է լինել պատերազմի եռագլուխ կուսակցության օլիգարխների համար շուն շանգյալ ու գոշա, թե լինել Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի եւ կրել սահմանադրությամբ իրեն տրված բոլոր իրավունքները։ Ընտրությունը կարծում եմ ավելի քան պարզ է։ Հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին գրողի ծոցն է ուղարկելու իրեն շուշանգյալ ու բոշա համարող պատերազմի եռագլուխ կուսակցությանն ու նրա օլիգարխներին։ Կալուգեցի Սամոյի թիմակիցներից քիչ առաջ 14 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու ու ստանալու համար։ Հիմա էլի նույն մանկամիտ ողբն են կապը։
թե բա ձերբակալվածներից մեկը մանկահասակ երեխա ունի, երկրորդը մանկատնից երեխա է որդեգրել, երրորդը պատրաստվում է երեխա ունենալ։ Դե կներեք, բանտրակաշարք տալուց կամ ստանալուց այդ երեխաների մասին չէին մտածում։ Ձեզ ուժեղ համարող վախկոտներ։ Բավական է ինչքան թաքնվեցիք կերակրող կանանց ու երեխաների թիկունքում։ Բավական է ինչքան երեխաներին ձեզ վահան սարքեցիք։ Թույլ չենք տալու Հայաստանում կեղծել ընտրությունները։ Թույլ չենք տալու ընտրակաշարքով կեղծել ընտրությունները եւ գողանալ մեր երեխաների ապագան։ Պղծել ու խեղաթյուրել մեր երեխաների ապագան։ Թույլ չենք տալու ընտրակաշարք տվող ու ստացող ցանկացած անձ օրենքի առաջ խստագույնս պատասխան է տալու։ Անկախ տարիքից, սեռից եւ ընտանեկան կարգավիճակից։